2006 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել է 1.5 տարի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու 26 թվականի ամառային զորակոչից։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղված աշխատանքներին, ընդգծելով Հայաստանի ու Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում կայացած Ադրբեջան-Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում հայտարարել է, որ վերջին բախումներից 2 տարի չանցած Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական կամքի բարձր մակարդակ են ցուցաբերում։ Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց բազմամյա հակամարտությանը, շեշտել է նա։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին լքել է իր տունը, մեկնելու Փարիզի բանտ, որտեղ այսօր կսկսի կրել իր պատիժը։ Սեպտեմբերին 70-ամյա Սարկոզին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կապված 2007 թվականի ընտրաշարժի ժամանակ Լիբիայի կողմից ֆինանսավորման հետ կապված գործի հետ։